Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ քիչ առաջ հատուկ գործողություն տեղի ունեցավ եւ իրավապահները շատ արագ Վարդան Ղուկասյանի մեքենա նստեցին եւ տարան դրան հետևեց նաեւ իրավապահներ եւ քաղաքացիների միջեւ բախումը Նիկոլ Քուտերասիկի քաղուտն է լավ հիշե
Գնացեք Ղուրանը Նիկոլը քողական է գնում, մարդ է քողանում, քաղաքապետին Նիկոլը քողացա։ Նա քրեական մշակույթ կարող է եւ պետք է պատասխանատու օրենքի առաջ, քաղաքապետին քողացա։ Քող է Նիկոլը, մարտակող, հանցագործ։ Ազգի դավաճան։ Հայրենի կուրացող։ Ավելի քան 7 ժամ տևած քննչական գործողությունից հետո Ապերեղան չենք Հիմա Երևան եք շարժվում, դե հայտարարությունս լսեցիք, որ անժամկետ գործադուլ է հայտարարում քաղաքապետարանը։ Դրա իրավունք ունի, իրեն քաղաքապետին, իրեն լիդերին անկարգի ձևով չենք հասկանում ինչի են տանում։ Դեպի ձերբակալման հետո էլ կալանքի։ Էս անընդունելի է։ Էս չհասկացանք, էս ինչ է կատարվում, ինչ ռեպրեսիա է։ Ով մեզ թեմ է, ուրեմն մեզ թշնամի է։ Չի կարելի, անընդունելի է, ժողովուրդ ջան։ Սրբազանների կալանավորում են, մնացածներին ով մի բառ ասում է թարսով Հայաստանն է ուժում պաշտպանել, հայրենիքն է ուժում, խեղաթյուրում են բոլոր խոսքերը քաղաքապետին։ Քաղաքապետը ասում է միություն կազմենք, այո, հզորների հետ միություն, ասում է գուբերնիա կուզեք դառնալ, սուտ է խոսում։ Սրդախոսությամբ հիմա էլի չեմ հասկանում ինչ գործ են կարել։ 12 տարի հետապնդման է Վարդան Ղուկասյանը ենթարկվել, հիմա էլ նոր գործ են կարել, չեք հասկանում ինչ գործեր։ Ձայնագրության վերաբերյալ Ինչ ձայնագրություն, ես չեմ հասկանում, մի վարգան մեն լսեց ձայնագրություն, մեմ խշխշխշ, մեմ ձայնագրություն բերեցին որ Փակրակ Սրբազանի համար։ Հետո տեսակ ինչ էր եղավ, արհեստական ինչ ուզեց հարկեն։ Այսինքն Ղուկասյանը լսել է դա ինչ գործողություններ էր իրականացնում։ Թղթաբանություն են ուզում թղթեր, մեկ էլ տրամադրում ենք։ Քաղաքապետը եպե քաղաքապետ տարե դա սա, բայց հաստատի տեսել են, հա հերոստատեսության բավականով ամեն ինչով։ Հետո չինեմ ինչ գործեր են բերե մեզնից էլ առաջ բան, ասեցի մանեք եք գտեք։ Քաղաքաշինության բաժնից մարդիկ են տարե։ Իսկ ինչ 4 միլիոնի պատմություն է կաշառակերության հարցով։ Ընդհանրապես տեղյակ չեմ, ես չգիտեմ ինչ է կատարվում, դա ասում եմ այստեղ։ Շատ տիպի ասած է ինչ է դա, կեգոտությունը ինչ ասես կարող է սարքել, ինչ ասես։ Չէ, չի լսե, չի լսե։ Չէ, չի լսե։ Իսկ Երևան գնալու եք ինչ գործողություններ են հաջորդելու։ Երևան հասնենք մենք հիմա մեր ձայնը բարձրացնենք, աղաղագենք, պահենք մեր քաղաքապետին, իր բաները հերիք է պասիոնն է ժողովուրդ։ Պասիոնն է պահեք, չեք թրկանաք։ Ճիշտ է, քալե գնացեք ժողովուրդ շարժվեք։ Գյումրին պարոն Ղուկասյանի կողքին է։ Շարժվեք, Հարգելի քաղաքացիներ, հիշեցնեմ, որ քիչ առաջ մենք զրուցում էինք փոխքաղաքապետի հետ, նա ասաց, որ այս պահին նրանք գնալու են Երևան։ Նա նաև պատմեց, թե ինչ էին անում ավելի քան 7 ժամ քաղաքապետարանում իրավապահները, ըստ նրա փաստաթղթեր են ուզել, որոնք տրամադրվել են իրավապահներին։ Նա հերքեց նաև, որ ձայնագրությունը իրականությանը համապատասխանում է։ Այս պահին եւս բախում է տեղի ունեցնում կան վերատավորների եւ քաղաքացիների միջև։ Լարված իրավիճակ է հրապարակում, կարմիր բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիների։
Քաղաքացիներն հիմա դուք տեսնում եք քաղաքացիների կոշիկները բերման ենթարկված Ես էի, բայց ես չեմ մոռացել հայ շարունակվում են բերման ենթարկել քաղաքացիներին Մարդուհի չեն տանի։ Տանի կանանոտ է։ Ազգին սարեկը ճատեք։ Ամոտ, հայեք, հայ ազգը, տեսիք տան։ Գազ չեմ կնա, փերապանը։ Հայնացեք, մնացեք, դուք են մեզ միացեք, իրար ներեք, հագեք, բրնետ չուզենանք, տուն կանտել է, հետ է, սանտել է,
Մարդը մի բերնեք կային, գողսաղներ իրանց տուր է սաննդանիքները։ Իրանց համարեկը ծավապ։ Հարգելի քաղաքացիներ, հիշեցնեմ, որ քիչ առաջ Վարդան Ղուկասյանին իրավապահ մարմինները տեղափոխեցին Երևան, հակակոռուպցիոն կոմիտեին նրան տանելու, գյումրեցիները փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի հայտարարությամբ գնալու են Երևան։ Դրանից անմիջապես հաջորդեց հրապարակում քաղաքացիների բերման ենթարկելու գործողությունը։ Այս պահին ոստիկանները արդեն հեռանում են հրապարակից։